Երբ մենք օդն անցկացնում ենք մեքենայի միջով և սառեցնում այն, օդից ջուր է խտանում։ Օրական 12500 լիտր ջուր։ Այս ամբողջ ընթացքում համակարգը գործել է կայուն և երբեք կանգ չի առել։ Ձեր նշած նման որոշումներից մեկը ինքնալիցքավորվող մեքենան է։ Ինչպես է դա հնարավոր և ինչով է ձեր գյուտը տարբերվում Տեսլայի մեքենաներից։ Մեքենան լիցքավորելու համար կանգ առնելու կարիք չկա։ Դուք էլեկտրականության կամ վառելիքի կարիք չունեք։ Սա շատ հասարակ կայանք է։ Ոչ մի բարդ բան չկա։ Ինչ լրացուցիչ օգուտներ կարող է բերել սա ողջ մարդկության համար։ Բարև ձեզ, դոկտոր Ադնան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեր մասնակցության և մեզ հարցազրույց տալու համաձայնության համար, մենք շատ ուրախ ենք։ Հարգելի հանդիսատես, իմ հյուրն է դոկտոր Ադնան Ֆահադ Ալ-Ռամզանի Ալ-Նաիմին, ականավոր քաթարցի գյուտարար, ինժեներ և նորարար Քաթարից, ով նշանակալի ներդրում ունի առաջադեմ տեխնոլոգիաների և նորարարությունների զարգացման գործում։ Նա Agri Green Qatar, էկոլոգիապես մաքուր լուծումների նախաձեռնության հիմնադիրն է և ավելի քան 170 պարգևների, ոսկե մեդալների և գավաթների մրցանակակիր։ Ոչ թե 170 մրցանակ, այլ այդ բոլորը միասին, ոսկե գավաթները և ոսկե մեդալները։ Եթե խոսենք միայն ոսկե մեդալների մասին, ապա դրանց թվում կան բազմաթիվ միջազգային մեդալներ։ Շատ բարի։ Դոկտոր Ադնանը նաև Գյուտարարների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի և միջազգային ժյուրիի անդամ է։ Նա բազմաթիվ դասընթացներ և սեմինարներ է անցկացրել երիտասարդ գյուտարարների համար Քաթարում և նրա սահմաններից դուրս։ Դուք իրավացի եք։ Դոկտոր Ադնան, համեցեք։ Խնդրում եմ ուղղել ինձ, եթե ինչ-որ բան բաց թողեցի։ Խնդրում եմ պատմեք մեզ ձեր կարիերային ուղու և այն մասին, թե ինչպես դարձաք գյուտարար։ Ես դոկտոր Ադնան Ալ-Ռամզանի Ալ-Նաիմին եմ, ես Քաթարից եմ։ Ես IFIA-ի, ինչպես նաև ոլորտի այլ կազմակերպությունների գյուտերի և նորարարությունների խորհրդի անդամ եմ։ Ես միջազգային դատավոր եմ, ինչպես նաև գյուտերի և նորարարությունների միջազգային ֆեդերացիայի տնօրենների խորհրդի և գործադիր կոմիտեի անդամ։ Ես իմ կարիերան սկսել եմ շատ վաղուց, ավելի քան 50 տարի առաջ։ Սկզբում աշխատել եմ պետական հատվածում, ջրային ռեսուրսների վարչությունում։ Հետո մի քանի տարի անց ազատվեցի աշխատանքից ու տեղափոխվեցի նավթագազային ընկերություն, որտեղ աշխատեցի ավելի քան 17 տարի։ Միաժամանակ ես զբաղվում էի իմ սեփական բիզնեսով։ Ես մեծացել եմ Քաթարի գյուղերից մեկում։ Հենց Քաթար անվանումը պայմանավորված է նրանով, որ նախկինում այստեղ շատ տեղումներ են եղել։ Արաբերենում Քաթար նշանակում է կաթիլ, մի կաթիլ անձրև կամ ջուր։ Այդ օրերին շատ անձրև ու կանաչ արոտավայրեր ունեինք։ Ավելի ուշ հայրս մեր ընտանիքը տեղափոխեց Քաթարի մայրաքաղաք Դոհա։ Երկար ժամանակ չէի վերադառնում հայրենի գյուղ։ 4-ից 5 տարի անց ես գնացի այնտեղ և ցնցվեցի, երբ տեսա անապատը։ Ինձ ապշեցրեց անապատացման աստիճանը։ Ես սկսեցի մտածել, թե որն է պատճառը։ Ինչու նախկինում շատ անձրևներ էին տեղում, իսկ հիմա՝ ոչ։ Ուր է անհետացել բուսականությունը։ Այսպիսով, ես սկսեցի փնտրել երկրի անապատացման պատճառները։ 2005 թվականին այս թեման հատկապես արդիական դարձավ ինձ համար։ Քիմիական ճարտարագիտության աստիճան ստանալուց հետո ես ավարտել եմ իմ մագիստրատուրան Ֆրանսիայում։ Վերադառնալով Քաթար, ես շարունակեցի անդրադառնալ այս խնդրին։ Ես հասկացա, որ ջրի սակավության հարցը ոչ միայն Քաթարի խնդիրն է, այլ համաշխարհային խնդիր է։ Հետո որոշեցի գործել։ Ես գրի առա իմ գաղափարները, գծագրեցի սխեման գրատախտակի վրա և ուղարկեցի մի քանի ինժեներների։ Ես մտածեցի, որ եթե այս գաղափարն աշխատի, մենք կարող ենք օդից ջուր ստանալ։ Այնուամենայնիվ, որոշ ինժեներներ թերահավատորեն վերաբերվեցին դրան և ասացին, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվի։ Բայց Քաթարի համալսարանի շրջանավարտներից մի տղա կար, անունը Յուսուֆ էր։ Ես հպարտ եմ, որ ճանաչում եմ նրան։ Երբ ես խոսում եմ այս նախագծի մասին, ես միշտ տալիս եմ նրա անունը։ Ես ցույց տվեցի նրան գծագիրը և ասացի.
Յուսուֆ, նկարիր սա։ Երբ նա ավարտեց աշխատանքը, ես ասացի. Եթե այս նախագիծը հաջողվի, մենք կարող ենք օրական 2000 լիտր ջուր ստանալ։ Ես այն ժամանակ ստույգ թիվ չնշեցի, ուղղակի ենթադրում էի։ Այնուհետև Յուսուֆը հետազոտություն անցկացրեց և արդյունքներով վերադարձավ ինձ մոտ։ Նա ասաց, որ կայանքը ի վիճակի է արտադրելու օրական 450 գալոն ջուր։ Այդ ժամանակ ես որոշեցի թոշակի անցնել, որպեսզի ամբողջությամբ նվիրվեմ գյուտարարական աշխատանքներին։ Փառք Ալլահին, ես կարողացա թոշակի անցնել և կարողացա կենտրոնանալ իմ մշակումների վրա։ 2009 թվականին կայանքը սկսեց աշխատել։ Այն արտադրում էր ավելի քան 500 գալոն ջուր, մոտավորապես 560։ Հետո ես զանգահարեցի Յուսուֆին և ասացի. Դու հաշվարկներ անել չգիտես։ Նա հարցրեց, թե ինչու։ Ես պատասխանեցի. Որովհետև կայանքն արտադրում է 500 գալոն ջուր։ Նա բացատրեց, որ իր հաշվարկները նույնպես ցույց են տվել 550, բայց նա որոշել է նվազեցնել տվյալները, քանի որ կարծում էր, որ կարող է սխալվել։ Ամեն ինչ ստացվեց, և դա լավ էր։ Դրանից հետո ես ուսումնասիրություններ սկսեցի ջրի արտադրությունը մեծացնելու նպատակով, քանի որ 2000 լիտրը բավարար չէր։ Բարեբախտաբար, այս ցուցանիշն սկսեց աճել, սկզբում 3200 լիտր, հետո 7200, իսկ հիմա վերջապես հասել է 12500 լիտրի։ Այնուամենայնիվ, ես դադարեցի հետազոտությունները և այլևս չշարունակեցի։ Փառք Ալլահին, ամեն ինչ աշխատում է, և մենք գործարկել ենք կայանքը Քաթարի բանակում։ Երկու ամիս աշխատել է բանակային ճամբարում։ Ալլահի կամոք, ապագայում մենք հաջողության կհասնենք։ Այս ամբողջ ընթացքում համակարգը գործել է կայուն և ոչ մի անգամ կանգ չի առել։ Հետո մտածեցի, այս կայանքը էլեկտրաէներգիա է պահանջում։ Ես հետազոտություն անցկացրեցի, թե ինչպես կարելի է օգտագործել արևային էներգիան, բայց դժվարությունների հանդիպեցի։ Բանն այն է, որ իմ կայանքը շարժական է, այն կարող է տեղափոխվել ցանկացած վայր։ Իսկ արևային էներգիայի օգտագործումը կնշանակի, որ կայանքը պետք է լինի անշարժ, քանի որ արևային մարտկոցները ամրագրված են որոշակի կետում։ Բացի այդ, անհրաժեշտ քանակությամբ էներգիա արտադրելու համար կպահանջվի մեծ տարածք, ինչը նույնպես դժվարություններ էր ստեղծում։ Այդ ժամանակ ես սկսեցի լուծումներ փնտրել ու մտածեցի քամու գեներատորների մասին։ Քամու գեներատորը ոչ միայն ջուր կարտադրեր, այլև իր միջով կանցկացներ 1170-ից 1180 խորանարդ մետր սառը, կիսաչոր օդ։ Ես որոշեցի ուղղահայաց հողմատուրբին կառուցել մեքենայի ներսում, այլ ոչ թե դրսում, որպեսզի օգտագործեմ այդ օդի հոսքը։ Սակայն պարզվեց, որ տուրբինի արժեքը հավասար է ամբողջ կայանքի արժեքին, ինչը կրկնապատկում էր սարքի գինը։ Մարդիկ չեն կարողանա իրենց թույլ տալ գնել այն։ Ուստի ես շարունակեցի լուծում փնտրել։ Եվ ես հիշեցի, որ 1983 թվականին ես էլեկտրական մեքենա էի ստեղծել, բենզինով աշխատող շարժիչը փոխարինելով էլեկտրականով, օգտագործելով ընդամենը մեկ մարտկոց։ Այս մարտկոցը աշխատում էր առանց վերալիցքավորման, նրա լիցքը բավական էր 1-ից 2 տարի, կախված ծառայության ժամկետից։ Մեքենան ընթանում էր առանց մարտկոցը ամեն օր լիցքավորելու։ 1984 թվականին ես թողեցի այս գյուտը, քանի որ մեկնեցի Մեծ Բրիտանիա, դոկտորական աստիճան ստանալու համար։ Իսկ ավելի ուշ ես ստեղծեցի գեներատոր, որն ի սկզբանե աշխատում էր դիզելային վառելիքով։ Ես հեռացրեցի դիզելային շարժիչը, վառելիքի բաքը և հովացման համակարգը և փոխարենը տեղադրեցի 4 մարտկոցով աշխատող էլեկտրական շարժիչ։ Այսպիսով, ես նվազեցրի իմ կայանքի գործառնական ծախսերը։ Բացի այդ, այն գործնականում չի պահանջում սպասարկում։ Միակ բանը, որ կարող է փոխարինում պահանջել, դա օդի ստիճներն են, բայց դրանք շատ էժան են, և դուք կարող եք պարզապես փոխարինել դրանք, այլ ոչ թե մաքրել։
Գեներատորն ինքնին էժան է, այն պետք չէ պարբերաբար վերանորոգել, հնարավոր է միայն փոխարինել հաղորդափոկը կամ ինչ-որ աննշան բան։ Այժմ ես փորձարկում եմ մեծ մարտկոցներ, եւ դրանցից մեկն աշխատում է արդեն 5 տարի։ Նման մարտկոցները կարող են ծառայել առնվազն 2 տարի, եւ դրանց փոխարինումը այնքան էլ թանկ չէ։ Այս ամենը դարձնում է իմ մշակումը մատչելի, խնայող եւ շարժական։ Կայանքի շահագործման սկզբունքը օդ վերցնելն է։ Մտնող օդը սառեցնելու համար մենք օգտագործում ենք հովացուցիչ, օդի զտիչ, կոնդենսատոր եւ կոմպրեսոր։ Օդը ներծծելու համար օգտագործվում է ներծծող օդափոխիչ։ Ջրի փոքր բակ կա, բայց հավաքված ամբողջ ջրի համար անհրաժեշտ է արտաքին կուտակիչ։ Ընդհանուր առմամբ, արտադրության ծախսերն այնքան էլ մեծ չեն։ Արժե ջանք գործադրել։ Սա հատկապես կարևոր է ֆերմերների համար, քանի որ աշխարհում ջուրը շատ թանկ է։ Քաթարում մեր բախտը բերել է, քանի որ կառավարությունը սուբսիդավորում է ջուրը, եւ մենք վճարում ենք դրա արժեքի միայն մի փոքր մասը։ Այնուամենայնիվ, եթե մենք ստիպված լինեինք վճարել ամբողջ գինը, մարդիկ կհասկանային, թե իրականում որքան թանկ է ջուրը։ Հիմա մենք պարզապես չենք զգում դրա իրական արժեքը, քանի որ ծախսերի մեծ մասը հոգում է կառավարությունը։ Շատ շնորհակալ եմ կիսվելու համար։ Շատ հետաքրքիր է։ Իսկ ես արդեն մի քանի հարց ունեմ։ Անշուշտ։ Առաջին հարցը. Կարող եք մի փոքր ավելի մանրամասն նկարագրել, թե ձեր մեքենան ինչպես է օդից ջուր արտադրում։ Շատ լավ։ Ես կարկաս եմ կառուցել այս մեքենայի համար։ Այն անհրաժեշտ է բոլոր սարքավորումները մեկ տեղում տեղադրելու համար։ Կարկասը պատրաստված է չժանգոտվող պողպատից, կոռոզիան կանխելու համար, եւ բոլոր ջրամբարները, որտեղ հոսում է ջուրը, նույնպես պատրաստված են չժանգոտվող պողպատից։ Հենց սկզբում տեղադրվում է մեծ օդային ստիչ եւ կա լրացուցիչ փոքր ստիչ, որը նախատեսված է կոնդենսատորները աղտոտիչներից պաշտպանելու համար։ Մտնող օդը սառեցնելու համար կա կոնդենսատոր եւ ներծծող օդափոխիչ, որն իրականում օդը քաշում է մեքենայի մեջ։ Ես դա տեղադրեցի մեքենայի հակառակ մասում։ Բայց սա հարկադիր օդափոխություն չէ։ Համակարգը բնական կերպով է ներգրավում մեքենայի միջով անցնող օդը։ Կա նաև կոմպրեսոր, որը նման է սովորական օդորակիչի կոմպրեսորին, բայց չափսերով շատ ավելի մեծ։ Սա ֆրեոնային կոմպրեսոր է, որը սառեցնում է դրա միջով անցնող օդը։ Ընդհանուր առմամբ, սա շատ պարզ կայանք է։ Ոչ մի բարդ բան չկա։ Ամեն ինչ չափազանց պարզ է։ Իհարկե, ես կրկնապատկեցի դրա չափը, օրական 12500 լիտր ջուր ստանալու համար։ Այս մեքենան պետք է ունենա հետևյալ չափսերը՝ 2 մետրը 3-ի կամ 3.5-ի վրա։ Բարձրությունը 3 մետրից մի փոքր պակաս է, լայնությունը 2 մետր։ Դրա շնորհիվ մեքենան կարող է տեղադրվել բեռնատարի վրա եւ տեղափոխվել ցանկացած վայր։ Սա սովորական փոքր բեռնատար է։ Սարքավորումը կարող է բեռնվել դրա վրա եւ տեղափոխվել ցանկացած վայր։ Նույնիսկ իմ արտոնագրում նշված է, որ սա շարժական, այլ ոչ թե ստացիոնար կայանք է։ Դուք ասացիք, որ այս կայանքն այժմ կարող է օրական արտադրել մինչև 5000 լիտր ջուր, այո։ Ոչ, 12500, 12500, այո։ Սկզբում սարքն արտադրում էր 2000 լիտր, հետո 3200, երկրորդ փորձից հետո 7200, իսկ այժմ 12500։ Եթե ես ավելացնեմ վաճառքը, հավանաբար, կարող եմ ավելի շատ արտադրել։ Ես վստահ չեմ, քանի որ դեռ չեմ փորձարկել դա, բայց ամենայն հավանականությամբ կարող եմ։ Միգուցե մենք կարողանանք ավելին արտադրել։ Միջին մարդուն օրական անհրաժեշտ է, ասենք, 2-3 լիտր խմելու ջուր։ Այսպիսով, ձեր մեքենան կարող է ապահովել ավելի քան 4000 մարդու խմելու ջրով։ Այո։ Իրականում խմելու ջրի մասին չէի մտածում։ Մտածում էի գյուղատնտեսության մասին, քանի որ հիմա սննդի ու ջրի պակասի հետ կապված խնդիրներ ունենք։ Ջուրը հիմնական խնդիրը չէ, ուստի ես փոքր սարք եմ ստեղծել։
Ես տարբեր սարքեր ունեմ։ Դրանցից մեկն օրական արտադրում է 70 լիտր, այն փոքր է, ինչպես ջրի հովացուցիչը, որը կարելի է տեղադրել ցանկացած վայրում։ Այսինքն ես ունեմ սարք, որն օրական արտադրում է 70 լիտր, եւ դա ավելի քան բավարար է։ Կարծում եմ, որ 70 լիտրն այնքան էլ քիչ չէ մեկ տան համար, բավական է։ Եվ դա ոչ թե թանկ է, այլ նույնիսկ շատ էժան։ Որն է այս կայանքի մոտավոր մանրածախ գինը։ Նախքան իմ կայանքի գինը նշելը, կասեմ, որ նման կայանքների եվրոպական գինը 3 միլիոն քաթարական ռիալ է։ Սա գինն է հենց քաթարական ռիալներով։ Էմիրությունները գնել են, եթե չեմ սխալվում, 53 կայանք, յուրաքանչյուրը 3 միլիոն քաթարական ռիալ։ Նման ամերիկյան կայանքն արժե մոտավորապես 2.8 միլիոն։ Իմ սարքավորումն արժե 1 միլիոն։ Այսինքն իմ 3 կայանքների գինը համարժեք է 1 եվրոպական կամ ամերիկյան կայանքի գնին։ Եվ նրանք արտադրում են նույն քանակությամբ ջուր։ Իմ մեքենան արտադրում է 12500 լիտր, իսկ դրանք 10,000 լիտր։ Այսինքն, պլյուս կամ մինուս նույնն է։ Այսինքն 3 միլիոն քաթարական ռիալը կազմում է ԱՄՆ-ի գրեթե 3 միլիոն դիրհամ, որը կազմում է մոտավորապես $800,000։ Սա մեկ մեքենայի վաճառքի գին է, այնպես չէ։ Այո, գրեթե այդպես։ Լավ։ Դուք նշեցիք նաև էներգիայի մատակարարման հարցը։ Ուղղեք ինձ, եթե սխալվում եմ, բայց այս մեքենան այժմ կարող է աշխատել 4 մարտկոցով, չէ՞։ Իսկ էներգիայի ինչ աղբյուրներ եք ներկայումս օգտագործում այն գործարկելու համար։ Ուզում եք ասել, թե ինչ էներգիայի աղբյուր եմ ես օգտագործում մեքենան աշխատեցնելու համար։ Այո։ Քանի որ այս կայանքը ստեղծվել է որպես փորձնական նմուշ, ես օգտագործում եմ սովորական էլեկտրական ցանց և դիզելային գեներատոր, որը ես վերածել եմ էլեկտրական շարժիչի։ Այնուամենայնիվ, ինչպես ցանկացած փորձարկման դեպքում, չի կարելի ասել, որ սա վերջնական տարբերակն է, քանի որ ես շարունակում եմ լրացուցիչ թեստեր անցկացնել։ Այս պահին ես օգտագործում եմ փոխակերպված դիզելային գեներատոր, և մեքենան աշխատում է առանց խնդիրների։ Փորձարկման ժամանակ ես այն չեմ գործարկում 24 ժամ անընդմեջ, այլ ընդամենը կես օր։ Եթե ես ցանկանայի այն փորձարկել շուրջօրյա, ես պետք է հերթափոխ կազմակերպեի հսկողության համար, քանի որ չենք կարող մեքենան թողնել առանց հսկողության, հատկապես փորձարկման ժամանակ։ Դրա համար աշխատակից է պահանջվում, ով հասկանում է, թե ինչպես է աշխատում մեքենան, գիտի դրա անվտանգության համակարգը և կարող է որոշումներ կայացնել չնախատեսված իրավիճակների դեպքում։ Երբ ես օգտագործում եմ էլեկտրական ցանցը, մեքենան կարող է աշխատել 24 ժամ առանց խնդիրների, քանի որ այն կախված չէ գեներատորից։ Ես երկար ժամանակ փորձարկում էի այն։ Օրինակ, բանակային ճամբարում, որտեղ այն 2 ամիս շարունակ աշխատել է առանց ձախողումների։ Ես միայն ցերեկն էի գալիս պարամետրերը ստուգելու, բայց անընդհատ տեղում չէի, քանի որ դրա կարիքը չկար։ Լավ։ Ես ուզում եմ պարզաբանել, թե արդյոք ես ճիշտ եմ հասկանում, թե ինչպես է այն աշխատում։ Սարքը օդ է վերցնում մթնոլորտից, այնուհետև սառեցնում է այն, ինչի արդյունքում խտացում է տեղի ունենում և ջուր է առաջանում։ Եթե դա գյուղատնտեսության համար է, ապա ջուրը, հավանաբար, կարող է ուղղակիորեն օգտագործվել։ Բայց եթե մենք խոսում ենք խմելու ջրի մասին, ապա այն պետք է անցնի զտիչ համակարգով, չէ՞։
Այո, միանգամայն իջավացի եք։ Բայց կարևոր է նշել, որ այս կայանքը միայն ջրի արտադրության համար չէ։ Երբ օդն անցնում է մեքենայի միջով եւ սառեցվում, մենք խտացնում ենք ջուրը օդից, իսկ մնացած կիսաչոր, սառը օդը կարող է օգտագործվել ջերմոցներում, վրանային ճամբարներում եւ շատ այլ նպատակներով։ Մենք կարող ենք օգտագործել սառը օդը, որը կիսաչոր է։ Փաստն այն է, որ օդը երբեք ամբողջովին չոր չի լինում։ Այն միշտ ձգտում է կլանել խոնավությունը։ Հետևաբար, եթե այն շփվում է ջրի հետ, մասամբ կլանում է այն։ Սա օդի բնական հատկությունն է։ Արդյունքում կայանքն արտադրում է ջուր եւ մեծ քանակությամբ սառը օդ՝ 180, 178 կամ մոտ 100,000 խորանարդ մետր։ Այս օդը կարող է օգտագործվել ջերմոցներում, գյուղատնտեսական արտադրանքի որակը բարելավելու համար։ Ներկայումս ջերմոցներում առկա է խոնավության և ջերմաստիճանի բաշխման խնդիր։ Ջերմոցի սկզբում, որտեղ ոռոգում կա, բույսերը ստանում են օպտիմալ պայմաններ։ Բայց ջերմոցի վերջում օդի տաքացման պատճառով պայմանները փոխվում են, իսկ արտադրանքի որակը նվազում է։ Իմ կայանքը լուծում է այս խնդիրը։ Դուք կխնայեք ջուրը, որն օգտագործում եք ջերմոցը ոռոգելու համար, ինչպես նաև մեքենայի կյանքը, որը օդ է մղում ջուրը ցողելու համար։ Սա զգալիորեն կնվազեցնի հատկապես ֆերմերների ծախսերը։ Պարզ է, և ևս մեկ կարևոր կետ։ Մենք խոսեցինք էներգիայի ծախսերի կրճատման մասին։ Կայանքը արտադրում է անվճար էլեկտրաէներգիա, ինչը լրացուցիչ օգուտներ է բերում։ Այն արտադրում է իր սեփական էլեկտրաէներգիան, որն օգնում է խնայել էլեկտրաէներգիայի ծախսերը։ Սա դարձնում է կայանքը տնտեսապես ավելի շահավետ և շահութաբեր։ Լավ, շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Դուք նշեցիք նաև կլիմայի փոփոխության, անապատացման և ջրի սակավության հետ կապված խնդիրները։ Անցյալ տարի Ալ-Լատրայի թիմը մասնակցել է COP 29-ին Բաքվում, Ադրբեջանում։ Մեկ տարի առաջ մենք մասնակցել ենք COP 28-ին Դուբայում, ԱՄԷ-ում, ինչպես նաև COP 16-ին Ռիադում, Սաուդյան Արաբիայում, որտեղ քննարկվել է անապատացման խնդիրը։ Մեր հեռուստադիտողների համար, ովքեր գուցե չգիտեն, դա լուրջ խնդիր է ոչ միայն Քաթարի, այլև ողջ աշխարհի համար։ Ամեն տարի Միավորված ազգերի կազմակերպությունն անցկացնում է այս գագաթաժողովը՝ կլիմայի փոփոխության և անապատացման դեմ պայքարի լուծումներ գտնելու համար։ Եվ այստեղ է, որ դոկտոր Ադնանի գյուտը կարող է օգտակար լինել ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ մարդկանց համար։ Կա ևս մեկ կարևոր հարց։ Մենք զեկույց ենք ներկայացրել օվկիանոսի պլաստիկով աղտոտվածության մասին։ Պլաստիկ կղզիների չափերն արդեն համեմատելի են Միացյալ Նահանգների և Ավստրալիայի տարածքի հետ միասին։ Եվ սա ազդում է մեզանից յուրաքանչյուրի վրա, քանի որ պլաստիկը չի լուծվում ջրի մեջ, այլ տրոհվում է միկրոպլաստիկի և նանոպլաստիկի։ Այժմ գիտնականները լրջորեն մտահոգված են, որ նանոպլաստիկի մասնիկները հայտնաբերվել են ամենուր՝ ձկների և կենդանիների մեջ, մարդու մարմնում, ջրում, սառցադաշտերում, բառացիորեն ամենուր։ Եվ հարցն այն է, թե արդյոք ձեր կայանքը կարող է զդել նանոպլաստիկի մասնիկները շահագործման ընթացքում։ Ոչ, իմ մեքենան չի զդում նանոպլաստիկ։ Բայց եթե խոսենք օվկիանոսի մասին, ապա այն կարող է պաշտպանել օվկիանոսը աղիության ավելացումից և գերտաքացումից։ Նախկինում, երբ մենք երեխա էինք, մենք կարող էինք պարզապես ծով գնալ և ձուկ որսալ հենց ափի մոտ։ Այժմ մենք պետք է նավով գնանք հեռու բաց ծով, քանի որ ջուրը շատ է տաքանում, և դրա աղիությունը զգալիորեն աճել է։ Սրա պատճառով ափին մոտ ձուկ գրեթե չի մնացել։ Սա մեծապես պայմանավորված է աղազերծման կայանների գործարկումով, որոնք մեծ ծախսեր են պահանջում։
Անհնար է հրաժարվել դրանցից, քանի որ ջուրն անհրաժեշտ է, բայց դա աղետ է շրջակա միջավայրի համար։ Այսինքն, օդի և ջրի աղտոտվածություն և այլն։ Հետևաբար, եթե դուք օգտագործում եք իմ կայանքը, ինչպես նաև նմանատիպ եվրոպական և ամերիկյան տեխնոլոգիաները, նույնիսկ եթե դրանք ավելի թանկ են, դա կպահպանի շրջակա միջավայրը, կպաշտպանի օվկիանոսը և կնվազեցնի աղազերծման կայանների բացասական ազդեցությունը։ Բացի այդ, դա ուղղակիորեն կապված է պարենային անվտանգության և ջրի մատակարարման հետ։ Հիմա կրիտիկական իրավիճակ է ստեղծվել։ Քաղցրահամ ջրի արտադրության ժամանակ խտացված աղի լուծույթը հետ է թափվում ծով, ոչնչացնելով էկոհամակարգը, և գիտեք, խնդիր կա նաև միջուկային էներգիայի, այսինքն միջուկային վառելիք արտադրող գործարանների հետ։ Սառչելու համար նրանք օգտագործում են ծովի ջուրը, որն այնուհետև հետ է թափվում ծովը։ Համոզված եմ, որ կա ռադիոակտիվ մասնիկների արտահոսք, ինչպիսիք են ուրանի միացությունները, որոնք հետո մտնում են մեր խմած ջրի մեջ։ Նրանց կոնցենտրացիան կարող է ցածր լինել, բայց երկարաժամկետ հեռանկարում դա կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, այդ թվում՝ քաղցկեղի։ Ես բժիշկ չեմ և չեմ կարող դա հստակ ասել, բայց տրամաբանական տեսանկյունից նման ազդեցությունը միանգամայն հնարավոր է։ Իմ կայանքի օգտագործումը միանգամից մի քանի խնդիր է լուծում։ Այն պաշտպանում է շրջակա միջավայրը, ջուրը և օդը։ Պետք է մտածել ոչ միայն իմ գյուտի, այլ նաև այլ նորարարական զարգացումների մասին։ Նույնիսկ եթե դրանք թանկ են թվում, պետք է հիշել, որ մարդու կյանքն անգին է։ Բնապահպանական խնդիրների հետևանքով առաջացած հիվանդությունների բուժումը շատ ավելի թանկ է, քան մաքուր տեխնոլոգիաների ներդրումը։ Այս կայանքները անվտանգ են մարդկանց համար, և դրանց արժեքը իրականում ցածր է բուժման ծախսերի համեմատ, ինչը հսկայական ծախսեր է պահանջում։ Լավ, շատ շնորհակալ եմ։ Փաստորեն, մեր հեռուստադիտողներից ոչ բոլորը գիտեն, որ աղազերծման կայանները լայնորեն կիրառվում են ԱՄԷ-ում։ Որքան գիտեմ, երկրի ջրի մեծ մասն արտադրվում է ծովի ջրի աղազերծման միջոցով։ Այնուամենայնիվ, ինչպես ասացիք, այս գործընթացն ունի թերություններ։ Թեև օգտագործված ջուրը համարվում է անվտանգ, այն հետ է թափվում օվկիանոս, ինչը կարող է ազդել ծովային էկոհամակարգի, հատկապես ձկների վրա։ Դուք արդեն խոսել եք ձեր սարքի առավելությունների մասին, ներառյալ օվկիանոսը գերտաքացումից և աղիության ավելացումից պաշտպանելու նրա կարողության մասին։ Ալլատրայի թիմը և մեր նախագահ Մարինա Օվցինովան ներկայացրել են ուսումնասիրության արդյունքները Բաքվում KOP 29-ին։ Մենք առաջարկել ենք, որ եթե ձեր կայանքի նման կայանքները, դոկտոր Ադնան, ներդրվեն ամբողջ աշխարհում, դա կարող է նվազեցնել մթնոլորտում ավելորդ խոնավության մակարդակը, նվազեցնել տորնադոների, թայֆունների և փոթորիկների հավանականությունը և բարենպաստ ազդեցություն ունենալ կլիմայի վրա, հատկապես արաբական թերակղզում։ Արդյունքում կլիման ավելի պակաս խոնավ կդառնա, և ջերմաստիճանը կարող է նորմալանալ։ Ինչ կարծիքի եք այս հարցի մասին։ Եթե հաշվի առնենք Քաթարում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում և արաբական թերակղզու այլ երկրներում մթնոլորտային ջրի գեներատորների լայնածավալ ներդրումը, ինչ լրացուցիչ օգուտներ կարող է բերել դա տարածաշրջանին և ողջ մարդկությանը։ Կա ևս մեկ կարևոր կետ՝ վառելիքը, որը մենք օգտագործում ենք աղազերծման կայանների համար։
Եթե դադարեցնենք այն այրել ու ուղղորդենք նավթաքիմիական արտադրանքի արտադրությանը, դա ավելի շատ եկամուտ կբերի երկրին ու պետությանը։ Ես նախկինում աշխատել եմ նավթագազային ընկերությունում, ուստի գիտեմ, որ եթե նույնիսկ գազի գները նվազեն, նավթի և նավթաքիմիական ապրանքների գները կմնան կայուն կամ կշարունակեն աճել։ Այսպիսով, վառելիքի այրման կրճատումը ոչ միայն լրացուցիչ եկամուտ կապահովի երկրին, այլև կօգնի պաշտպանել շրջակա միջավայրը օդի աղտոտվածությունից։ Վառելիքի ցանկացած այրում հանգեցնում է արտանետումների, որոնք բացասաբար են անդրադառնում շրջակա միջավայրի վրա։ Իհարկե, գազը նվազագույն վնաս է հասցնում, բայց նավթը շատ ավելի է աղտոտում մթնոլորտը։ Հիմա մենք ամբողջությամբ նավթից անցել ենք գազի։ Որքան հիշում եմ, դա տեղի ունեցավ 70-ականների վերջին կամ 80-ականների սկզբին, բայց ես դժվարանում եմ ճշգրիտ ժամանակը նշել։ Մենք նախկինում ունեինք նավթի պահուստային պաշար, բայց 80-ականներին մենք ամբողջությամբ հրաժարվեցինք այն օգտագործել աղազերծման և էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Քաթարում, բացի գազից, մենք արդեն օգտագործում ենք արևային էներգիան։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ քանակությամբ արևային էներգիա արտադրելու համար հսկայական տարածքներ են պահանջվում։ Հիմա եկեք ուսումնասիրենք իմ երկրորդ գյուտը, որն իրականում էլեկտրաէներգիայի արտադրության մեր երրորդ գյուտն է։ Սա շատ մեծ կայանք է զգալի քանակությամբ էլեկտրաէներգիա արտադրելու համար, ուստի մեզ ավելի շատ ինժեներներ են պետք հետազոտության, մշակման և այլ խնդիրների համար։ Այս գործընթացը չի կարող իրականացվել մեկ անձի կողմից, մեզ անհրաժեշտ է թիմ, որը լուրջ հետազոտություն կանցկացնի հասկանալու համար, թե ինչի կարող ենք հասնել էլեկտրաէներգիայի արտադրության մեջ։ Սա կօգնի պաշտպանել շրջակա միջավայրը, ջուրը, օդը, ապահովել պարենային անվտանգությունը, նվազեցնել ջրի պակասը և ավելին խնայել։ Մենք պետք է լավ մտածենք այս մասին։ Վերադառնալով ձեր սարքին, դոկտոր Ադնան, դուք արդեն նշել եք դրա լայն գործնական կիրառումը և բազմաթիվ առավելություններ, ներառյալ էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորությունը։ Այնուամենայնիվ, բնականաբար, բնապահպան ակտիվիստների մոտ հարց կառաջանա, թե ինչ թերություններ ունի ձեր սարքը։ Կարող է դա վնասել շրջակա միջավայրին։ Իսկ ընդհանրապես, ինչ բնապահպանական ռիսկեր կարող են կապված լինել մթնոլորտային ջրի գեներատորների օգտագործման հետ։ Ես շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն չեմ տեսնում, քանի որ օգտագործվող տեխնոլոգիաները բացարձակապես բնական են և չեզոք։ Թերևս կարելի է նշել երկու հնարավոր կետ՝ մարտկոցների հեռացումը 3-4 տարվա շահագործումից հետո և գազի հնարավոր արտահոսքը կոմպրեսորից։ Բայց նույնիսկ կենցաղային օդորակիչներում կոմպրեսորները կարող են արտահոսք առաջացնել։ Մարտկոցների արտադրողներն արդեն տրամադրում են անվտանգ հեռացման հրահանգներ, ուստի այս ասպեկտը վերահսկելի է։ Միակ բանը, որ կարող է անհանգստություն առաջացնել, ֆրեոնի արտահոսքն է։ Բայց այստեղ կարևոր է հասկանալ, որքանով է մեծ այս արտահոսքը։ Այժմ մենք զանգվածաբար գազ ենք այրում էլեկտրաէներգիա և ջուր արտադրելու համար։ Սա շատ ավելի վնասակար է շրջակա միջավայրի համար, քան կոմպրեսորի փոքր արտահոսքերը։ Եթե ձեզ անհրաժեշտ է նաև սառը օդ, օրինակ, ջերմոցների համար, սովորաբար պետք է հավելյալ վճարել կամ ավելի շատ սառեցված օդ ստեղծելու կամ մատակարարելու համար։ Բայց եթե համեմատենք իմ կայանքի ազդեցությունը գոյություն ունեցող մեթոդների հետ, ես կասեի, որ այն զրոյական է։ Բացարձակապես զրո, քանի որ համեմատած այն ամենի հետ, ինչ հիմա կատարվում է, այն պարզապես աննշան է։ Իմ սարքի կոմպրեսորը շատ քիչ գազ է պարունակում։ Մեկ կոմպրեսորն օգտագործում է ծավալ, որը համեմատելի է փոքր մխոցի հետ, գուցե 2 կամ 3։ Ավելի մեծ մոդելներն ունեն 2 կամ 4 բալոն, բայց դա էլ շատ քիչ է։ Սա գործնականում չի ազդում շրջակա միջավայրի վրա։ Եթե շրջակա օդը մաքուր է, ապա այս համակարգը լուրջ ազդեցություն չի ունենում։ Նույնիսկ եթե գազի արտահոսք լինի, այն կլինի նվազագույն և չի համեմատվի այն արտանետումների հետ, որոնք տեղի են ունենում գազի կամ նավթի զանգվածային այրման ժամանակ։
Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ իմ գյուտը ոչ մի բացասական ազդեցություն չի ունենում շրջակա միջավայրի վրա։ Ես նույնիսկ չէի մտածում այդ մասին, քանի դեռ դուք չտվեցիք այս հարցը։ Բայց ես բացարձակապես ոչ մի ազդեցություն չեմ տեսնում ոչ ջրի, օվկիանոսներ, ծովեր եւ այլ ջրային մարմիններ, ոչ օդի վրա։ Ավելին, սարքը նվազեցնում է շրջակա միջավայրի ջերմաստիճանը եւ նվազեցնում խոնավության մակարդակը։ Այն վերցնում է խոնավ օդը, այնուհետև ազատում է սառեցված եւ չորացած օդը։ Սա օգնում է նվազեցնել ընդհանուր ջերմաստիճանը։ Ուստի բացասական հետևանքներ չեմ տեսնում։ Բայց եթե ինչ-որ մեկն ինձ մատնանշի հնարավոր ռիսկերը, ես իհարկե պատրաստ եմ դրանք դիտարկել եւ հաշվի առնել։ Այնուամենայնիվ, որպես ինժեներ, ով նախագծել է այս սարքը, ես շրջակա միջավայրի վրա որևէ կողմնակի ազդեցություն չեմ հայտնաբերել։ Սարքը գործարկելու համար ջուր, էլեկտրականություն կամ վառելիք չի պահանջվում։ Մեքենան աշխատում է մարտկոցներով, ինչպես նաև գեներատորով։ Ոչ դիզվառելիք, ոչ շարժիչ, ոչ ջրի կարիք, ոչ դրսից օդի մատակարարում։ Բացի այդ, սարքն արտադրում է ինչպես ջուր, այնպես էլ սառը օդ։ Այս սառեցված օդը կարող է օգտագործվել գեներատորը սառեցնելու համար։ Օրինակ, եթե ինչ-որ մեկին անհանգստացնում է Քաթարի նման երկրներում ամառային շոգ ամիսներին գեներատորի գերտաքացումը, ապա արդեն լուծում կա։ Պարզապես տեղադրեք գեներատորը սառեցված օդի հոսքի դիմաց, եւ այն ավտոմատ կերպով կսառչի առանց լրացուցիչ ծախսերի։ Այսպիսով, դուք կարիք չունեք անհանգստանալու սարքի աշխատանքի, շրջակա միջավայրի վրա ազդեցության կամ ջրային ռեսուրսների մասին։ Լավ, շնորհակալություն։ Այո, իսկապես, խոշոր գործարանների կամ աղազերծման կայանների համեմատ մթնոլորտային ջրի գեներատորի կառուցվածքը շատ ավելի պարզ է։ Եվ դա այն է, ինչի մասին ես մտածում եմ։ Որքան գիտեմ, աղազերծման կայանները, օրինակ ԱՄԷ-ում եւ ՄՆ տարածաշրջանի երկրներում, օգտագործում են քաղաքի էլեկտրական համակարգը որպես էներգիայի աղբյուր, այնպես չէ՞։ Այսպիսով, եթե տեսականորեն պատկերացնեք, որ աղազերծման կայանների փոխարեն բոլոր քաղաքներում տեղադրվեն ձեր սարքերը ոչ միայն ՄՆ-ի երկրներում, այլև ամբողջ աշխարհում։ Այո, որ լուծումն էկոլոգիապես ավելի մաքուր կլինի։ Ձեր սարքն ունի բազմաթիվ առավելություններ։ Այն մաքրում է օվկիանոսը, գուցե նույնիսկ նանոպլաստիկից, բարելավում է մթնոլորտը եւ նույնիսկ արտադրում է էլեկտրաէներգիա, միաժամանակ ավելի քիչ էլեկտրաէներգիա սպառելով, քան աղազերծման կայանները։ Անկասկած, որքանով է դա իրագործելի գործնական տեսանկյունից։ Արդյոք դա ավելի շահավետ կլինի, քան աղազերծման կայանները։ Եվ եթե պատկերացնեք, որ ամբողջ աշխարհը 100%-ով կանցնի մթնոլորտային ջրի գեներատորներին, ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն դա հնարավոր դարձնելու համար։ Դա շատ պարզ է, ինչպես արդեն նշեցի։ Իմ կայանքը չափազանց պարզ կառուցվածք ունի եւ կարող է օգտագործվել աշխարհի ցանկացած կետում։ Ավելին, այն շարժական է եւ կարող է տեղափոխվել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է։ Այն ոչ միայն գումար է խնայում, այլև թույլ է տալիս ռացիոնալ օգտագործել բնական ռեսուրսները։ Գազ այրելու փոխարեն այն կարող է օգտագործվել նավթաքիմիական արտադրանք արտադրելու համար, ինչը լրացուցիչ եկամուտ կբերի։ Մենք կարող ենք նաև վաճառել ածխածնային վարկեր, թեև չգիտեմ, թե որն է դրանց գինը հիմա, քանի որ վերջերս չեմ ստուգել դա։ Սա բառացիորեն օդից եկամուտ ստանալու ևս մեկ աղբյուր է, շրջակա միջավայրը պահպանելու պատճառով։ Բացի այդ, մենք խնայում ենք առողջապահության ծախսերի վրա, քանի որ վատ էկոլոգիան բացասաբար է անդրադառնում մարդկանց առողջության վրա, իսկ բուժումը թանկ է։ Արդյունքում կրճատվում են բժշկական ծառայությունների ծախսերը։ Այսինքն, խնայողությունները տեղի կունենան ոչ միայն մեկ, այլև միանգամից մի քանի ուղղություններով։ Այսպիսով, ես վստահ եմ, որ իմ սարքը շատ ավելի արդյունավետ է, քան աշխարհի ցանկացած աղազերծման կայան։
Չնայած պնդումներին, որ ջրի աղազերծումը էկոլոգիապես մաքուր է, դա այդպես չէ։ Աղազերծման կայանները աղտոտում են օդը, ջուրը և օվկիանոսները։ Այս ազդեցությունը կարող է այնքան էլ նկատելի չլինել օվկիանոսի մասշտաբով, սակայն մենեի տարածաշրջանում, որտեղ ջրային ռեսուրսները սահմանափակ են, աղազերծման արդյունաբերությունը զգալի վնաս է հասցնում էկոհամակարգին։ Շնորհակալություն։ Այո, ես կարծում եմ, որ մարդկությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի նման շահավետ լուծումներին։ Դուք նշեցիք նաև օվկիանոսի տաքացման մասին, բայց արժե մտածել, թե որքան էներգիա է պահանջվում համաշխարհային օվկիանոսները տաքացնելու համար։ Ինչու է դա տեղի ունենում։ Ինձ թվում է, որ ամբողջ աշխարհի գիտնականները պետք է միավորեն ուժերը, այս խնդիրները ուսումնասիրելու, լուծումներ գտնելու և դրանք կյանքի կոչելու համար։ Միշտ չէ, որ գիտական հայտնագործությունները սկսվում են էվրիկա, գտա բացականչությամբ։ Հաճախ նրանք սկսում են պարզ գուշակությամբ, ինչ-որ կասկածանքով, ինչ-որ անհանգստության զգացումով։ Հենց դա էր իմ որոնումների մեկնարկային կետը։ Այսօր գիտական հանրությունը տագնապով հետևում է, թե ինչպես են կլիմայական միտումները գերազանցում կանխատեսումները, ավերիչ բնական աղետները դառնում են մեր առօրյա կյանքի մի մասը։ Պատճառը օվկիանոսի աննախադեպ տաքացման մեջ է։ Սա բառացիորեն չհայտարարված պատերազմ է մարդկության դեմ։ Համաշխարհային օվկիանոսների տաքացման տեմպերը վերջին 20 տարիների ընթացքում կրկնապատկվել են։ 2024 թվականին օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ է գրանցվել դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Ջերմաստիճանի բարձրացման և մթնոլորտում ջրային գոլորշու պարունակության ավելացման համակցությունը առաջացնում է դրա ավելի մեծ անկայունությունը։ Ժամանակակից գիտական մոդելները, հաշվի առնելով մթնոլորտում ջերմոցային գազերի պարունակության մշտական աճը, նման սպառնալից արագացման կանխատեսումներ չեն պարունակում։ Ինչով է պայմանավորված ջերմաստիճանի նման կտրուկ աճը, եթե արդեն հաշվի են առնված բոլոր հայտնի գործոնները։ Առաջին անգամ կբացահայտվի, թե ինչպես է նախկինում հաշվի չառնված մարդածին գործոնն ազդում համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացման վրա։ Գործընթաց, որը երկար ժամանակ անտեսված էր։ Օվկիանոսի մահվան մարդածին գործոնը։ Ձեր նշած այդպիսի որոշումներից մեկը ինքնալիցքավորվող մեքենան է։ Դուք ասացիք, որ այն աշխատում է ընդամենը մեկ մարտկոցով։ Կարող եք ավելի մանրամասն պատմել մեր հեռուստադիտողներին, թե ինչպես է դա հնարավոր և ինչպես է ձեր գյուտը տարբերվում Տեսլայի մեքենաներից։ Լավ։ Ես նման մեքենա ստեղծել եմ 1983 թվականին, Տեսլայի հայտնվելուց շատ առաջ։ Իհարկե, էլեկտրական մեքենաները գոյություն ունեն 1940-ականներից, և այդ ժամանակ ես մտածեցի. քանի որ մարդիկ արդեն մտածում էին նման տեխնոլոգիաների մասին, ինչու չփորձեմ։ Առավելևս այսօր մենք շատ ավելի մեծ հնարավորություններ ունենք դրանք իրականացնելու համար։ Պատմությունը հետևյալն է. ես մեքենա ունեի, որը վթարի ենթարկվեց։ Եվ ես մտածեցի, պարզապես այն վերանորոգելու փոխարեն, ինչու այն չօգտագործեմ փորձերի համար։ Ի վերջո, այն միևնույնն է վնասված է, և ես չեմ կարող ավելի շատ վնասել։ Ես այդպես էլ արեցի, եռակցման աշխատանքների ժամանակ պատահաբար այրեցի հետևի նստատեղը։ Մեքենային ոչինչ չեղավ, բայց սրահը վնասված էր։ Այնուհետև ես հանեցի շարժիչը, հանեցի ռադիատորը, գնեցի էլեկտրական շարժիչ և տեղադրեցի այն փոխանցման տուփի վրա։ Իհարկե, այդ մեքենան շատ տարբերվում էր այսօրվա մեքենաներից, քանի որ այդ ժամանակվանից տեխնոլոգիաները զգալիորեն զարգացել են։ Այսօր մեխանիկական կամ նույնիսկ ավտոմատ գործողություններ չկան։ Այժմ լծակի թեթև շարժումը կամ սենսորային վահանակին դիպչելը բավական է։ Իսկ այն ժամանակ ամեն ինչ այլ էր։ Ես չգիտեի, թե ինչպես կառավարել էլեկտրական շարժիչով մեքենան։
Եվ ես մտածեցի. եթե ես հավաքել եմ մեքենան և տեղադրել էլեկտրական շարժիչը, ապա պետք է փորձարկել այն։ Ես այն քշում էի մի փոքրիկ քաղաքում, և մեքենան իսկապես շարժվում էր։ Ինձ հաջողվեց հավաքել ժամում 60 կիլոմետր արագություն։ Բայց հետո ես թողեցի այդ մեքենան, երբ գնացի Մեծ Բրիտանիա սովորելու։ Երբ վերադարձա, հայտնաբերեցի, որ աշխատատեղում իմ պարտականությունները ավելացել են։ Ես ազատ ժամանակ չունեի և դադարեցի դրանով զբաղվել։ Բայց 2005 թվականին սկսեցի մտածել ջրի պակասի մասին։ Հետո ես հայտնաբերեցի, որ էլեկտրականության խնդիր կա և հիշեցի, թե որքան լավ է, որ ես սարքել եմ մարտկոցով աշխատող մեքենա։ Ինչի համար է անհրաժեշտ մարտկոցը։ Դիզելային գեներատորները չեն կարող աշխատել մարտկոցներից։ Ես սկսեցի 12 կիլովատանոց գեներատորից, հետո բարձրացրեցի մինչև 24 կիլովատ, իսկ վերջին տարբերակում հասա 80 կիլովատի։ Ես մի շարք թեստեր եմ անցկացրել, և դրանք հաջող են անցել։ Ես գործարկեցի այս գեներատորը իմ արհեստանոցում, բայց միայն փորձարկման նպատակով, երբեմն անջատելով այն, երբ ես ստուգում էի սարքը, ես միացնում էի էլեկտրամատակարարման մի մասը մեքենային, որպեսզի տեսնեմ, թե ինչպես է այն աշխատում։ Եվ փառք Ալլահին, ամեն ինչ լավ էր աշխատում, բայց դա փորձնական նմուշ էր։ Ես պետք է շարունակեմ աշխատել ավտոմեքենայի էլեկտրականացման վրա և նորագույն տեխնոլոգիաներ կիրառեմ։ Ես չեմ կարող թույլ տալ ինձ Տեսլա գնել և քանդել ու ուսումնասիրել դրա կառուցվածքը, բայց եթե ես կարողանայի, ես դա կանեի, որպեսզի հասկանամ, թե ինչու նրանք չեն կարող ավելի քիչ մարտկոցներ օգտագործել, ինչի համար է անհրաժեշտ լիցքավորել մարտկոցը։ Սովորական ավտոմեքենայի դեպքում դա անհրաժեշտ չէ, մարտկոցը աշխատում է 1 կամ 1.5 տարի։ Կախված իր ծառայության ժամկետից, երբ այն շարքից դուրս է գալիս, դա փոխարինում են նորով, այսպիսով, ձեզ հարկավոր չէ կանգ առնել մեքենան լիցքավորելու համար։ Երբ ինձ հարցնում եք Տեսլայի և մյուսների մեքենայի մասին, ես վստահ չեմ, քանի որ ես չգիտեմ, թե ինչպես են նրանք դա արել։ Ես փող չունեի դա ուսումնասիրելու համար։ Եթե ես փող ունենամ, կգնեմ Տեսլայի մեկ մեքենա և կքանդեմ, որպեսզի տեսնեմ, թե ինչպես են դա արել։ Հնարավոր է, որ ես կարողանամ լուծել այս խնդիրը, քանի որ իմ նպատակը պարզապես այն չէ, որ ես ասեմ. Օ, սա սխալ է։ Ոչ, ես ուզում եմ լուծել այս խնդիրը, թե ինչ տեխնոլոգիա են օգտագործել Տեսլան և մյուսները, ես չգիտեմ։ Ես օգտագործում եմ միայն սովորական ստանդարտ տեխնոլոգիաներ, և շատ բարդ լուծումներ չեմ կիրառում։ Այսպիսով, ես օգտագործում եմ միայն 1 մարտկոց։ Դուք նշեցիք մի շատ հետաքրքիր փաստ։ Ինքնալիցքավորվող էլեկտրական մեքենաները մշակվել են դեռևս 1900-ականներին կամ 1920-ականներին։ Սակայն, չգիտես ինչու, այս տեխնոլոգիան երկար ժամանակ մոռացության էր մատնվել։ Եվ հետո հանկարծ նորից վերադարձանք էլեկտրական մեքենաների թեմային։ Եվ ամենազարմանալին այն է, որ ձեր մեքենան աշխատում էր։ 1 մարտկոցով։ Ընդամենը 1 մարտկոցով, և կարող էր արագանալ մինչև 60 կմ/ժ։ Այսինքն, եթե ճիշտ եմ հասկանում, լիցքավորելու համար արտաքին էլեկտրաէներգիայի աղբյուրներ չէին պահանջվում, այն ինքն էր լիցքավորվում։ Այո, ինքնալիցքավորվող մեքենա։ Եվ միևնույն ժամանակ այն ուներ սովորական ստանդարտ մարտկոց, ճիշտ է։ Սովորական մարտկոց, այնպիսին, ինչպիսին կա ցանկացած մեքենայում։ Ես ոչինչ չեմ փոխել։ Ավելին, ես այս մեքենան ներկայացրել եմ անցյալ տարի արտադրված է Քաթարում ցուցահանդեսում։ Բայց իհարկե, ցուցահանդեսում ես չկարողացա վարել, քանի որ մենք պարզապես բերեցինք մեքենան, տեղադրեցինք ստենդի վրա և թողեցինք այնտեղ։ Ես այն չգործարկեցի, բայց ցույց տվեցի շարժիչի և բուն մարտկոցի աշխատանքը։ Դրա հետ մեկտեղ, ես մարտկոցը չեմ փոխարինել։ Ես նույնպես չեմ փոխել փոխանցման տուփը, այլ պարզապես միացրել եմ էլեկտրական շարժիչը ստանդարտ փոխանցման տուփին։ Այնուամենայնիվ, թափքը պետք է փոփոխվեր, մասնավորապես, փոխվեին շարժիչի ամրացման կետերը։
Ստանդարտ ամրակները հարմար չեն էլեկտրական շարժիչի համար, ուստի անհրաժեշտ էր նախագծել և տեղադրել նոր ամրակներ։ Մեքենան լիցքավորման կարիք չունի, ջրի սառեցման կարիք չունի։ Միակ բացառությունը փոխանցման տուփն է, որը պահանջում է հովացուցիչ հեղուկ, քանի որ այն աշխատում է յուղով, սա հատկապես վերաբերում է ավտոմատ փոխանցումատուփերին, որոնց յուղը սառեցնելու համար անհրաժեշտ է ռադիատոր։ Բացի այդ, օդորակիչին նույնպես անհրաժեշտ է հովացում, քանի որ դրա խտացման խցիկը շատ է տաքանում և օդով հովացման կարիք ունի։ Այնուամենայնիվ, այս մեքենայում ջուրն օգտագործվում է միայն այդ երկու նպատակների՝ փոխանցման տուփը և օդորակիչը սառեցնելու համար, այլևս ոչ մի վառելիք, ոչ մի դիզել, ոչինչ պետք չէ։ Դոկտոր Ադնան, դուք շոշափեցիք մի շատ կարևոր թեմա՝ ինչու մենք չենք օգտագործում հայտնագործություններն ու տեխնոլոգիաները ի շահ մարդկության։ Ինչու մենք չենք զարգացնում դրանք, փոխարենը մեր համաշխարհային տնտեսության կառուցվածքն ասես iPhone լինի, որտեղ յուրաքանչյուր նոր մոդել ունի միայն մի փոքր բարելավված տեսախցիկ և մի փոքր ավելի հզոր մարտկոց։ Ի վերջո, հայտնի է, որ տասնյակներ և գուցե հարյուրավոր տարիներ առաջ մշակվել են այսպես կոչված առանց վառելիքի գեներատորները, սարքեր, որոնք օգտագործում են այլընտրանքային ֆիզիկական սկզբունքները, էներգիա արտադրելու համար։ Այնուամենայնիվ, ամբողջ համաշխարհային տնտեսությունը դեռևս կախված է հանածո վառելիքից, և սա ասես փակ շրջան լինի։ Մյուս կողմից, կան ձեր նման շատ տաղանդավոր գիտնականներ, դոկտոր Ադնան, ովքեր ստեղծում են հեղափոխական տեխնոլոգիաներ։ Բայց եթե մենք դրանք զանգվածաբար ներդնենք և հրաժարվենո հանածո վառելիքից, դա կարող է հանգեցնել գոյություն ունեցող տնտեսական համակարգի փլուզմանը։ Թերևս խնդիրը շատ ավելի խորն է, քան քննարկվում է ՄԱԿ-ի մակարդակով։ Թերևս դրա լուծումը պահանջում է ողջ մարդկության մասնակցությունը, գիտական ներուժի միավորումը և այլընտրանքի համատեղ որոնում։ Մենք կանգնած ենք գլոբալ ընտրության շեմին, պատմական խաչմերուկում, որտեղ բոլորը պետք է իրենց ներդրումն ունենան, որպեսզի մարդկության այս փոխակերպումն իրականում տեղի ունենա։ Եվ ամփոփելով մեր զրույցը, դոկտոր Ադնան, ինչ մարտահրավերների եք հանդիպում որպես գյուտարար։ Իսկ ինչ եք կարծում, ինչպես պետք է զարգանա մեր քաղաքակրթությունը՝ առաջ շարժվելու և ապագայում գոյատևելու համար։ Կարծում եմ, որ մեր հիմնական խնդիրն այն մարդկանց մտածելակերպն է, ում հետ գործ ունենք։ Նրանք մեզ նման չեն մտածում։ Օրինակ բերեմ. որոշ երկրներ, հատկապես Եվրոպան, ներմուծել են CO2-ի արտանետումների հարկը։ Եթե ընկերությունը մթնոլորտ է արտանետում, ասենք, 1 տոննա CO2, ապա պետք է վճարի դրա համար։ Մի երկրում, օրինակ, այս հարկը կազմում է $40 կամ 40 եվրո 1 տոննա CO2-ի համար։ Որոշ պետություններ ընկերություններից պահանջում են որսալ և պահեստավորել CO2-ը, բայց շատերը դա չեն անում, քանի որ օրենքը նրանց չի պարտավորեցնում անել դա։ Ընկերություններն իրենց հերթին շահագրգռված են միայն շահույթով, այլ ոչ թե շրջակա միջավայրի պահպանությամբ։ Նույնիսկ եթե նրանց ներկայացուցիչները մասնակցում են կլիմայական գագաթնաժողովներին, ինչպիսին է COP-ը, նրանք պարզապես ծափահարում են բանախոսներին, լսում զեկույցներ, բայց տուն վերադառնալուն պես նրանք հաճախ դեն են նետում բոլոր փաստաթղթերը, նույնիսկ չկարդալով դրանք։ Որովհետև բնապահպանական պատասխանատվությունը ենթադրում է լրացուցիչ ծախսեր, բայց խնդիրն այն է, որ այդ ծախսերը, ի վերջո, ընկնում են պետության վրա։ Ընկերությունները շահույթ են ստանում, իսկ նրանց գործունեության հետևանքների համար վճարում է հասարակությունը։ Եթե մարդիկ տառապում են աղտոտվածությունից, ապա նրանք բուժվում են պետական միջոցներով։ Եվ դրանք լրացուցիչ ծախսեր են, որոնք կրում է ոչ թե բիզնեսը, այլ պետությունը։
Այնպես որ ոչ, ես կարծում եմ, որ բոլոր երկրները պետք է օրենք ընդունեն, որը պարտավորեցնում է նավթ, գազ, ջուր և էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններին վճարել շրջակա միջավայրի աղտոտման համար, քանի որ դրանք շրջակա միջավայրի աղտոտման հիմնական պատճառն են։ Իսկ ինչ է արվել մինչ այժմ։ Ներդրվել են տեխնոլոգիաների փոխանցման մեխանիզմներ, զարգացող երկրներին ֆինանսական օգնություն, ածխածնային վարկերի առևտրի համակարգ։ Սրանք լավ քայլեր են, բայց ոչ բավարար, որոշ երկրներ ինքնուրույն են սահմանում արտանետումների հարկը, և դա անում են ոչ թե ՄԱԿ-ի կանոնակարգերի շնորհիվ, այլ այն պատճառով, որ շահագրգռված են շրջակա միջավայրի պահպանությամբ։ Այս երկրները վերահսկում են արդյունաբերական ընկերություններին և պարտավորեցնում նրանց մեկուսացնել CO2-ը։ Այս պրակտիկան գոյություն ունի ավելի քան 30 տարի, նույնիսկ մինչև ՔԱՊ կոնֆերանսների մեկնարկը։ Ես հստակ չեմ հիշում, թե երբ է սա սկսվել, բայց գիտեմ, որ CO2-ի պահեստային շտեմարանները արտահոսք չունեն։ Ինչու եմ ես դրանում համոզված, քանի որ պետությունը հետևում է այդ գործընթացին, և եթե արտահոսք լինի, ընկերությունը կտուգանվի։ Ընկերությունները նույնպես հետաքրքրված չեն, որ արտահոսք լինի, նրանք էլ ավելի ուշադիր են վերահսկում գործընթացը, քանի որ չեն ցանկանում վճարել տուգանքները, այսպիսով, սա աշխատում է։ Ընկերությունները պետք է ենթարկվեն պետությանը, ոչ թե հակառակը։ Իսկ այսօր դա տեղի է ունենում այսպես. ընկերությունը գումար է տալիս և հարցնում. իսկ հետո ի՞նչ։ Պետությունն այս գումարը վերցնում է, բայց ոչինչ չի փոխվում։ Դա սխալ է։ Բայց ինչ կարելի է անել։ Մեզ պետք են ճիշտ որոշումներ ամենաբարձր մակարդակներում։ Բայց, ցավոք, քչերն են մտածում այդ մասին։ Խնդիրը մարդկանց մտածելակերպի մեջ է։ Մենք պետք է մարդկանց կրթենք, սկսած դպրոցից։ Մանկուց բացատրենք, թե ինչ է շրջակա միջավայրը և ինչպես պաշտպանել այն։ Ալլահը ողորմած է։ Դոկտոր Ադնան, շատ շնորհակալ եմ այս հիանալի զրույցի համար։ Ձեր խոսքերը հիանալի ավարտ են հանդիսանում մեր հանդիպման համար։ Հուսով եմ, որ մեր հանդիսատեսը կմտածի ձեր ասածի մասին։ Համոզված եմ, որ մեզ դիտում են խելացի մարդիկ, և նրանք կարող են եզրակացություններ անել։ Բայց ավելի կարևոր է, որ նրանք քայլեր ձեռնարկեն և միանան Ալլատրայի և Արարող հասարակություն նախագծի գյուտարարների, գիտնականների և կամավորների ջանքերին։ Դոկտոր Ադնան, շատ շնորհակալ եմ։ Գիտնականները պետք է շարունակեն իրենց աշխատանքը։ Եթե նրանք իրենց հայտնագործություններն ավելի հասկանալի դարձնեն մարդկանց համար, դա հսկայական առաջընթաց կլինի։ Ես գնահատում եմ նրանց աշխատանքը։ Նրանք շատ քրտնաջան են աշխատում, ես դա գիտեմ, բայց մենք պետք է ավելի շատ ջանքեր գործադրենք, եթե Ալլահի կամքը լինի։ Անչափ շնորհակալ եմ։ Շնորհակալություն, սիրելի հանդիսատես։ Հոգ տարեք ձեր մասին։ Պահպանեք մեր մոլորակը։ Շնորհակալություն։ Ես իսկապես գնահատում եմ ձեր ժամանակը։ Շնորհակալություն ուշադրության համար։